Իսկ այժմ հարցազրույցը պիտի ունենանք Հայգազյան համալսարանի դարվան ուսանողը ընտրված Գարո Ագոպյանի հետ, որ մեզ մանրամասնություններ պիտի փոխանցե այս մասին։ Բարև Գարո։ Գարո, մեզի գրնաս ասել ինչ է այս ընտրությունները ինչպես կընթանան եւ ինչպես կընտրվի դարվան ուսանողը։ Ինչպես գիտենք, Լիբանանի տարբեր համալսարաններում մեջ ամեն տարի կայանան քաղաքական ընտրություններ։ Բարական նույնը չէ Հայգազյան համալսարանի մեջ, այս համալսարանը, որ Սփյուռքի մեջ միակ հայկական համալսարանն է, եւ այս տարի ալ կնշե իր 55-րդ տարեդարձը։ Ուրեմն Հայգազյան համալսարանը ներս տարեկան դրությամբ կայանան student of the year-ի կամ դարվան ուսանողի ընտրությունը, ուր աշակերտներ կառաջադրեն իրենց տեխնոլոգիությունը կմերժվի կամ կվավերացվի։ Վավերացվել են իդ աշակերտները կտանան պաշտոնական տեխնոլոգիաներ այս տիտղոսին, ապա ընտրությունները տեղի կունենան 2-3 օրվա վրա եւ ընտրություններու ավարտին համալսարանի տնօրենը վերապատվելի Պոլ Հայդոստյան կհայտարարե դարվան ուսանողին անունը ըստ աշակերտներու կվեին։ Այո, ինչ էր կվեներուն պատկերը այս տարի եւ քանի տեխնոլոգիա ունեիք։ Ուրեմն այս տարի կային 2 տեխնոլոգիա, արաբ ուսանողուհիմը եւ ես, եւ հբարդ եմ ասելու թե կվեներու լայն մեծամասնությամբ արժանացած այս տիտղոսին։ Այո, Գարո, ինչ չափանիշներու վրա հիմնվելով կրնա ուսանողը մասնակցել այս ընտրություններուն։ Ուրեմն ուսանողը նախ պետք է ունենա որոշ ընդհանուր միջինը վստահաբար բարձր, ապա մասնակցի համալսարանական ներքին կյանքին շատ աշխուժ ձևով ակումբներուն մասնակցություն բերե համալսարանական ցերնակներուն, ինչպես նաև մարմնավորե դիբար ուսանողի կամ իդեալ աշակերտի այս դիբարը։ Այո, հիմա որ թուն ընտրվեցար դարվան ուսանողը, ինչ է հիմնական ծրագիրդ եւ այս դիրացած դիտողի ուսանողներուն ինչ կնաս, ինչ պիտի դաս։ Ուրեմն իմ հիմնական ծրագիրս ինչ որալ կոորդինացիոն ունենալ, ինչ որալ աշխատանք կատարել, բոլորի մեջ առավելագույն չափով լավ ձևով ներկայացնել նախ հայ ուսանողը ընդհանրապես եւ ապա Հայգազյան համալսարանի աշակերտը։ Եվ բոլոր անոնց, որոնք ինձ կվերարգեցին խոստանամ դարիներու ընթացքին հարադեպ գապ հաստատել իրենց հետ եւ ինչու՞ չէ կարողացածից չափ օգտակար դառնալ իրենց թիմակրավելու համար իրենց արժե զերեղված համալսարանական թե ընկերային մարտահրավերները։ Այո, իսկ քո համալսարանիդ ասելիք ունիս։ Շնորհակալություն կհայտնեմ նախ Հայգազյան համալսարանի տնօրենության անձնակազմին, որ այս առիթը ընծայեցին ինձի։ Շնորհակալություն աշակերտներուն, բոլոր անոնք, որոնք ինձ կվերարգեցին, հավատարիմ ընկերներուս, բարեկամներուս, ինչու՞ չէ նաև ընտանիքիս անդամներուն։ Այո, Գարո, մենք ալ քեզ հաջողություն կմաղթենք։ Քեզ շնորհակալություն ծովակ։ Հայգազյան համալսարանի դարվան ուսանողը Գարո Ագոպյան, շնորհակալություն ցեզի։ Շնորհակալ։ Հարկելի ագնտիներ, այսքան այսօրվան համար, տալցելցեզի հետ կլանք վաղը միևնույն ժամուն ցտեսություն։